Աղոթքի հիմքը, աղոթք բառի հիմքը աղն է, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Աղոթող քրիստոնյան իր մեջ աղ ունի, համոհոտ ունի, ասում է անգամ հեթանոսները, քուրմերը, իրենց կուռքերի պաշտամունքը ջերմերանդորեն էին անում, թեպետ նրանք խելացնորված են, ճշմարիտ պաշտամունք չեն անում, կուռքերի են հոնք ծխում, կուռքերին էին պաշտում, բայց եւ այնպես ջերմերանդ են։ Եվ մենք էլ պարտավոր ենք ավելի ջերմերատ լինել այդ ճշմարիտ Աստծո աղոթելու ընթացքում։ Երբ որ աղոթքը դադարում է հոգու մեջ, կարծես ցամաքում է մարդը։ Աղոթքը հոգու լիցքն է, ինչպես մեր Տերն է ավետարանում ասում, թե մարդը ոչ միայն հացով է կերակրվում, այլ Աստծո բերանից դուրս եկավ խոսքով։ Սուրբ Եպիկրատին ասում է, երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքին, չարը արդեն փախչում է։ Ելուր մնաց, եթե մենք բացենք եւ ընթերցենք։ Երբ որ մենք բացում ենք Սուրբ Գիրքը, ընթերցում ենք, արդեն իսկ բարի տրամադրվածությամբ, հավատքով, հույսով քաղցր օրհնություն է իջնում մեզ վրա։ Մենք կտրում ենք այս աշխարհի հոգսերից, զբաղումներից, ինչպես ավետարանում Քրիստոս է ասում, երբ որ աղոթելիս լինեք, մտեք ձեր սենյակը, հակեք ձեր դռներն ու լուսամուտները եւ ծածուկ աղոթեք։ Ծածուկը ո՞րն է։ Խորքային աղոթք արեք, ինչպես Սուրբ Գրիգոր Նարեկացին է ասում, ի խորոց սրտի խոսք ընդաստուծով, խորքից մենք պետք է աղոթենք, մտնենք մեր հոգու խորքը եւ այնտեղ գանձեր կան թաքնված։ Երբ որ դու գտնում ես աղոթքի գանձը եւ ամենակարևորը աղոթքի քաղցրությունն ես զգում, աղոթքը համոհոտ ունի։ Դավիթ Մարգարեն ասում է, Տեր, քո խոսքերը, տեսեք ինչքան գեղեցիկ խոսք ասում, քո խոսքերը իմ բերանում ավելի քաղցր է, քան մեղրի խորիսխը իմ քիմքին։ Այսինքն ինքը աղոթում էր եւ բերանը քաղցրանում էր։ Դավիթ Մարգարեն այնքան էր քաղցրանում, որ մեղրի խորիսխն ինչ էր այդ քաղցրության դիմաց, համեմատությամբ։ Ուրեմն աղոթքը ինքը քաղցրություն է, բայց դրան հասնելու համար մենք պետք է կարողանանք մտնել մեր սենյակը, փակել մեր պատուհանները, դռները, մեր զգայարանները եւ ամենակարևորը փակել մեր միտքը։ Իրականում աղոթքի ժամանակ մտքի լռությունն է շատ կարևոր։ Երբ որ դու կարողանում ես միտքը դառնում եմ աղոթքի բանալի։ Երբ որ դու կարողանում ես մտքով գտնել աղոթքի բառերի իմաստը, խորհուրդը խորհրդածել, հասկանալ աղոթքի բառերի իմաստի բովանդակությունը, կարծես մտքով մտնում ես հոգիդ։ Հոգում սկսում է հրաշքներ գործվել։ Սուրբ Անտոն Անապատական, երբ որ աղոթում էր, ժամանակի զգացողությունը կորցնում էր եւ սիրում էր գիշերն աղոթել։ Երբ որ արեգակը բացվում էր, ասում էր, արեգակը սպասի, մի քիչ էլ սպասի, աղոթքս չեմ վերջացրել։ Վերջացնեմ ես գիշերային քաղցր աղոթքը, ես լռությունը, թող իջնի ինձ վրա։ Գիշերը կենդանիներն են հիմնականում լռում, քնում եւ այդ գիշերային աղոթքին շատ գեղեցկություն կա։ Ես գիշերը որ գալիս եմ Տաթև 4-ին գիշերը դուրս եմ գալիս ու 4:10-15 անցնում են այն շների կողքով։ Եթե հանգիստ եմ խաղ եմ ասնում, շները չեն արտան, քնած են լինում։ Ես իմ համար խաղ անցնում եմ լուսինն էլ լավ երկինքով, մի գեղեցիկ չնաշխարհիկ տեսարան։ Երկինքը բացված է աստղերով, լուսինով, դիմացդ վանքն է, դու էլ աղոթով քայլում ես, գիշերը ժամը 4-ին, ինչքան լավ է, ինչքան լավ։ Մարդիկ, չգիտեմ, կիլոմետրեր են կտրում, ինչքան ժամանակ են
հաղթարում որ կան մի հատ այդպիսի մի դրվագ վայելեն, բայց մենք ամենով վայելում ենք այդ դրվագը, գիշերային աղոթքի ենք կանգնում։ Եվ երբ որ դու իրապես կարողանում ես կտրվել ամեն ինչից, մտնել քո հոգու սենյակը, այնտեղ բանջեր կան, բայց դրա համար դու պիտի պատրաստ լինես զոհաբերելու ամեն ինչ։ Զոհաբերելու նախ քո հոգսերը, քո զբաղումները, քո մտածումները, աղոթքի ժամանակ դու որի բանի մասին չպիտի մտածես։ Աղոթքի ժամանակ դու պիտի լռություն պահպանես, մտքի լռություն պիտի պահպանես։ Բայց ցավոք սրտի մենք մեր եսը չենք կարողանում զոհաբերել։ Մեր ես ասելով ինչ եմ հասկանում ես։ Մենք ինքներս մեզ մեր ամեն ինչով, մեր զբաղմունքներով, մեր հոգսերով, մեր գայթակղություններով, մեր կյանքով, ինքներս մեզանով։ Մենք պիտի զոհաբերենք ամենամեծ անհրաժեշտությունը աղոթքի ժամանակ ինքնազոհաբերումն է։ Երբ որ մենք կարողանում ենք աղոթքի ժամանակ ինքնազոհաբերվել, այսինքն ազատագրվել աշխարհից, այն ժամանակ վայելում ենք աղոթքի քաղցրությունը, այդ երանությունը, երջանկությունը, աղոթքը դառնում է համոհոտ, աղ է դառնում, քաղցրություն է դառնում։ Եվ դու չես ուզում աղոթքից կտրվել։ Աշխարհում այդ համոհոտը երբեք չի եղել եւ չի կարող լինել։ Հիշում եմ մեր հավատացյալներից մեկը պատմում էր, որ 5 օր ծոմ էր պահել, Սուրբ Սարգսի տոնն էր, հա։ Սուրբ Սարգսի տոնից առաջ դե առաջավրած պահքն է, չէ, 5 օր խիստ պահք է, եւ մեր հավատացյալներից մեկը 5 օր ծոմ էր պահել։ Եվ երբ որ պատարագը վերջացավ, առաջի անգամ հաց էր ճաշակում եւ իր ընկերոջ տեսավ եւ ընկերն էլ էր 5 օր ծոմ պահել։ Մեծ հացը վերցրել են, ուտում են ու լացում են։ Ինչու են լացում։ Հացի համն են առել։ Ասում ինչև ես մենք ուտում էինք, բայց համ չէինք առնում, որտեվ ծոմ չենք պահել, որտեվ չենք զոհաբերվել, որովհետև հացի ղադրը չենք իմացել։ Ճիշտ այդպես էլ, երբ որ դու կարողանում ես իրական զոհաբերություն կատարել, հատկապես աղոթքի մեջ, եւ ծոմը պահքը շատ լավ օգտակար բան են դրանց համար։ Մարմինդ էլ ես զոհաբերում, հետո էլ եսդ ես զոհաբերում, եսդ իր ամեն ինչով զոհաբերեցիր, մարմինդ ծոմ ու պահոքով զսպեցիր, ուրեմն դու պատրաստ ես աղոթքին համար։ Դու այլևս չունես կախվածություն։ Տեսել եք մարդիկ հիվանդության ժամանակ երբեմն շատ ավելի լավ են աղոթում, քան թե առողջ ժամանակ։ Ինչու՞։ Որտեղ մարմնով տկար են։ Որտեղ այս աշխարհից կարծես իրենց պահանջները կրճատվում է հիվանդության ժամանակ։ Տալիք առնելիք չունեն։ Ասում են մարդը երբ է երկինք նայում, երբ որ պարկում է։ Երբ որ կանգնած է երկիրը հողին է նայում, երբ պարկում է երկինքը նայում, երբ է պարկում մահիճում։ Մահիճում պարկում է ու երկինքը նայում, ուրիշ տեղ չունի նայելու։ Ուրեմն մենք երբ որ ուզում ենք աղոթել, պետք է այդ աղոթքի գինը վճարենք։ Իսկ այդ աղոթքի գինը ինքնազոհաբերությունն է։ Իր ամբողջության մեջ։ Ինքնազոհաբերվես, աղոթքը քեզ համար կքաղցրանա։ Եվ դու ինքդ աղոթքը կդառնաս։ Եղիան հուր էր, կրակ էր, չէ՞։ Եղիա։ Այրում էր աջ ծախ, որտեղ ինքը աղոթք էր, սյուն էր։ Ուրեմն ինքնազոհաբերվենք եւ աղոթքը դառնա մեզ համար քաղցր համոհոտով։